Հայաստան ներմուծված մեծաքանակ սերուցքի և կարագի համար շուրջ 171 միլիոն դրամի չափով մաքսավճարները խաբեությամբ չեն վճարվել։ Արեն գրուպ ընկերության ղեկավարին մեղադրանք է առաջադրվել խաբեության դրսևորմամբ հարկման օբյեկտը թաքցնելու համար։ Ընկերության փաստացի ղեկավարը առանձնապես խոշոր չափերով մաքսային վճարներ չվճարելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունից օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկի անվամբ, սակայն փաստացի Արեն գրուպ ընկերության անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում իրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքը ներմուծել շուրջ 700,000 ԱՄՆ մաքսային արժեքով 283,000 կիլոգրամ սերուկ և կարագ, խախտելով ԵՏՄ օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի և 56-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները 2023 թվականի ապրիլի 15-ին 11 տարանցման հայտարարագրով Հայաստանի Հանրապետության տարածքը ներմուծվել նշված ապրանքները։ Դրանց հիման վրա Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինը առանց մաքսային վճարների գանձման 2023 թվականի ապրիլի 22-ին 700,000 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով 283,250 կիլոգրամ բեռը բաց է թողել չակերտավոր ասված թույլատրված կարգավիճակով։ Այնուհետև Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված կարագի և սերուցքի համար ընկերության փաստացի ղեկավարի ցուցումով ներկայացվել իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր, համաձայն որոնց իբրև նշված ապրանքները ներմուծվել են օտարերկրյա իրավաբանական անձի անվամբ և օտարերկրյա իրավաբանական անձի կարիքների համար։ Արդյունքում ընկերության փաստացի ղեկավարը ներմուծման վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով թաքցրել է առանձնապես խոշոր չափերով մաքսային վճարը շուրջ 170 միլիոն դրամ, որից 51 միլիոն դրամ մաքսատուրք և 119 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկ։ Նախաքննությամբ ձեռբերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից հսկող դատախազին ներկայացվել միջնորդություն ընկերության փաստացի ղեկավարի նկատմամբ Հայ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հանրային քրեական հետապնդում հարուցելու նպատակով, որը հաստատվել է հսկող դատախազի կողմից և ընկերության փաստացի ղեկավարի նկատմամբ ներկայացվել է մեղադրանք Հայ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։ 2023 թվականի հուլիսի 22-ի որոշումով վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 2 ամիս ժամկետով։ Նախաքննությունը շարունակվում է։